Փետրվարի 11-ին տեղի ունեցավ Սևան համայնքի հավաքանու 9-րդ նստաշրջանի առաջին նիստը։ Օրակարգային առաջին հարցով Սևան համայնքի հավաքանին փոփոխություն կատարեց 2025 թվականի դեկտեմբերի 18-ի համար 148-ը որոշման մեջ։ Այս նախագծով առաջարկվում է 245 միլիոն 900 հազար դրամ ազատ մնացորդից 10 միլիոն դրամը թողնել վարչական բյուջեում ընթացիկ պարտքերի վճարման համար, իսկ 235 միլիոն 944 հազար դրամը ուղղել ֆոնդային բյուջե։ Եվ մի փոքրիկ ճշտում ունենք եկամուտների հետ կապված, ուրեմն քանի որ 2026 թվականի հունվարի 1-ից քաղաքացիական ակտերի գրանցման դիմաց պետական турքերը այլևս համայնքային բյուջե չեն գալիս, դրանք վճարվելու են պետական բյուջե, մենք բյուջեին 3 միլիոն 500 հազար դրամ եկամուտ ունեինք նախատեսած, հիմա առաջարկում եմ դա նվազեցնել։ Հավաքանին հաստատեց Սևան համայնքի 2025 թվականի բյուջեի կատարման եւ հնգամյա զարգացման ծրագրի 2025-ին կատարված աշխատանքների հաշվետվությունը, ըստ որի բյուջեի կատարողականը կազմել է 103.1%։ Սևան համայնքի 2025 թվականի տարեկան ընդհանուր բյուջեն վարչական եւ ֆոնդային մասերը միասին կատարվել է 98.3%։ Վարչական բյուջեի կատարողականը կազմել է 103.1%։ Տարեկան 2 միլիարդ 241 միլիոն 533 հազար դրամ ճշտված պլանի դիմաց, որպես դոտացիա ստացվել եւ որպես սեփական եկամուտ հավաքագրվել է 2 միլիարդ 310 միլիոն 752 հազար դրամ։ Սեփական եկամուտները կատարվել է 111.4%-ով։ Տարվա ճշտված պլանը կազմել է 605.3 միլիոն դրամ։ Փաստացի հավաքագրվել է 674.3 միլիոն դրամ։ Գերակատարումը կազմել է 68.9 միլիոն դրամ կամ 11.4%։ Հարկատեսակներից տրանսպորտային միջոցի գույքահարկը կատարվել է 111%-ով, հողի հարկը 217%-ով, գույքահարկը 175%-ով, տեղական турքերը 2 անգամ ավել, վարձավճարները 136%-ով։ Սևան համայնքի 2025 թվականի բյուջեի կատարմանն անդրադարձավ Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, նշելով, որ սուբվենցիոն մեծածավալ աշխատանքները հնարավոր են դարձել իրականացնել խնայողությունների եւ ճիշտ ու տնտեսող քաղաքականության, քրտնաջան աշխատանքի շնորհիվ։ Այդ տեմպերը կշարունակվեն նաեւ 2026-ին նախատեսվելիք համայնքի տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն եւ համայնքապահպան ծրագրերի իրականացման աշխատանքների համար։ Ուզում եմ ասել, այս տարի եւս Սևան համայնքը իր միջոցների, իր տնտեսության, իր խնայողության արդյունքում հնարավորություն միայն սեփական բյուջեից մոտավորապես 900 միլիոն դրամ ներդնել սուբվենցիոն ծրագրերի, քաղաքում արտախնդիրների, որը բոլորս հասկանում ենք ինչ գումարի մասին է խոսքը, այն պարագայում, երբ որ այս տարվա երկրորդ կեսին ընդհանրապես ֆոնդային բյուջեի որոշության մուտքեր գրեթե չեն եղել, սա եղել է ճիշտ հավաքագրումների, ճիշտ տնտեսության արդյունքում համայնքը գրեթե մոտ 2 միլիարդի մոտ ամեն տարի կատարում է սուբվենցիոն աշխատանքներ եւ 900 միլիոնը հասկանում ենք ինչ գումար է, որը կարող ենք ելի կրկնում ճիշտ խնայողության պարագայում ներդնել համայնքում կապիտալ ծախսերի վրա։ Համայնքի ղեկավարը անդրադարձավ 2025-ին բյուջեի թերակատարված կետերին։ Այն վերաբերում է աղբահանության գումարների հավաքագրումներին։ Համայնքի ղեկավարը դարձյալ կոչ արեց ազգաբնակչությանը ժամանակին վճարել աղբահանության վարձավճարները, որպեսզի կարողանան պատշաճ կերպով աղբամաքրման աշխատանքներ իրականացնել։ Մեր հիմնական խնդիրներից մեկը մեր աղբահանության գումարներն է։ Նաև տեսնում ենք այսօր աղբահանության եւ աշխատանքի ծավալը նոր կազմակերպությունն է փոխվել։ Ես խնդրում եմ մեր ազգաբնակչությանը, մեր իրավաբանական եւ ֆիզիկական անձանց մի քիչ ավելի լուրջ մոտենալ այն պարագայում, երբ որ նորից եմ գտնում, պատշաճ կատարվում է բոլոր կոմունալ աշխատանքները, բոլորիս աշխի արժեքը, բայց ամեն դեպքում թերակատարումները բարձր մակարդակի են հասնում։ Ես խնդրում եմ մենք այդ մեր ազգաբնակչության շրջանում ճիշտ բացառական աշխատանքներ կատարեն, որովհետեւ այս տարի գոնազանանք, քանի որ այս տարվա ծախսերը նաև ավելացել է։ Համայնքի հավաքանին հաստատեց Սևան համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, Սևանի համայնքապետարանի եւ Սևանի բիզնես կենտրոնի 2025 թվականի գույքագրման արդյունքները։ Մեկ այլ որոշմամբ համայնքի հավաքանին հաստատեց նաև Սևան համայնքի 2026 թվականի տարեկան աշխատանքային պլանը 32 ծրագրերով։ Մեծամասնությամբ ընդգրկված են համայնքի բնակավայրերը եւ Սևան քաղաքի փողոցների մեծամասնությունը որպես ասֆալտապատման ծրագրեր։ Ունենք համայնքից ներառված 4 մանկապարտեզ, բողբոջ, հեքիաթ, ծովագյուղի,
եւ Դալանի մանկապարտեզների վերանորոգում, նոր վերելակների ձեռքբերում եւ տեղադրում ունենք բավականին մեծ գումար ենք նախատեսում մոտավորապես 180 միլիոն հակառակում, Սևան համայնքի բակային տարածքների ցանկապատում ու խաղային միջոցներով ապահովում մոտավորապես 300 միլիոնի կարգի եւ նախկինից 23-24 թվականից տեղափոխված ծրագրեր ունենք, այդ թվում գտմաշենի դեպի եկեղեցի տանող ճանապարհի վերանորոգում, Գագայանի սրահի կառուցում եւ որոշակի կարողությունների բարելավման վերապատրաստումներ ծրագրերի մոտավորապես 400,000-ի կարգի։ Քաղաքացիներին տրամադրվող օգնությունները կատարվում են բացառապես անկանխիկ եղանակով։ Սևան համայնքի ավականին հաստատեց Սևան համայնքի 2026-2028 թվականների համայնքային սոցիալական ծրագիրը։ Համայնքը մշակել է այդ սոցիալական ծրագիրը եւ սոցիալական ծրագրում այս պահին ներառված է 6 ենթածրագիր։ Ինչ են դրանք իրենցից ներկայացնում։ Ուրեմն ենթածրագրերը ներկայացնում են սննդի քարտի տրամադրում, որը մենք 2025 թվականին արել ենք եւ բավականին լավ արձագանք է գտել, հաջորդը բժշկական ծախսերի փոխհատուցում, դիմում են մեզ քաղաքացիները, ունեն որոշակի խնդիրներ, գումարը ոչ թե տրվում է քաղաքացուն, այլ բժշկական հաստատությունից ներկայացվում է տեղեկանք, ներկայացվում են որոշակի փաստաթղթեր եւ արդեն բժշկական հաստատություն պիտի այդ գումարը փոխանցվի։ Հաջորդը վերաբերում է դեղորայքի քարտի տրամադրմանը, որը այս տարի արդեն մենք սկսենք գործածել այս ձևը, հաջորդը ուսուցման ծախսերի փոխհատուցում, սա եւս մենք 2025 թվականին այս առումով ունենք որոշակի աշխատանք արված, այժմ արդեն կոնկրետ հասցեական մենք այդ աշխատանքները կկատարենք։ Հաջորդ ենթածրագիրը վերաբերում է Առաքելություն Հայաստան արդեն բարեգործական ճաշարանին, մենք նաև մեկ անգամ հանձնաժողով մենք ունենք, հանձնաժողովը կգնա կկատարի մոնիտորինգից հետո եթե զգանք, որ իսկապես 100 եւ ավելի բնակիչ օգտվում է Առաքելություն Հայաստանի բարեգործական ճաշարանից, համաձայն կնքված պայմանագրի փոխանցվի որոշակի գումար։ Եվ հաջորդը վերաբերում է կացարանների վերանորոգմանը եւ որոշակի աշխատանքներ կատարելուն։ Ավականին համաձայնություն տվեց 2026 թվականի համար նախատեսված Սևան համայնքի սուբվենցիոն հայտերին, դրանք կառավարությանը կներկայացվեն մարտի սկզբին։ Ավականու որոշմամբ փոփոխություն կատարվեց Լճաշեն բնակավայրի գլխավոր հատակագծում մի շարք հողամասերի նպատակային նշանակությունը փոխելով էներգետիկ նպատակների համար։ Սևան համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդային կարգով վաճառքի մեկնարկային գները այսուհետ կսահմանվեն լիցենզավորված կազմակերպության կողմից գնահատված արժեքներով։ Հարց բարձրացվեց թափառող շների մասին, որոնք շատացել են այս ամիսներին։ Սևան համայնքի ղեկավարը նշեց, որ 2 տարի անընդմեջ հայտարարվել էր թափառող շներ ստերժացնող կազմակերպության մրցույթ։ Հաղթող կազմակերպությունը այսուհետ իրականացնում է պայմանագրով սահմանված իր պարտականությունները։ Սևան համայնքի ավականու հաջորդ նիստը տեղի կունենա մարտին։ Նիստի վերջում ավականին քննարկեց նաև քաղաքացիներից եւ իրավաբանական անձանցից ստացված դիմումները։ Սուրեն Բարսեղյան, Գնելովանիսյան, Սևանի STV1 հեռուստաընկերություն, Գեղամաուր։